Սյունիքում տևական ժամանակ է կրակոցներ են, ինչին են լծված այս իշխանությունները, այդ կրակոցները արդարացնելու, ինչ է նշանակում Հայաստանի տարածքին ուղված չեն այդ կրակոցները, գնում ենք այդ գյուղեր, մարդիկ պատմում են, որ լավ էլ Հայաստանի տարածքին է ուղված, լավ էլ իրենց տանիքներին թափվում են փամփուշտները։ Մարդիկ ասում են, որ մեզ հրահանգված է թուրքի կրակոցին չպատասխանել։ Ես ուզում եմ պատկերացնել մտովի, ինչպիսին է լինելու հայկական Նյուրնբերգը եւ հայկական Նյուրնբերգի հիմնական դերակատարները, որոնց մեջ է նաեւ անպայմանորեն լինելու առաջի շարքում Արարատ Միրզոյանը, թե ինչ կաներ ժողովուրդը Նիկոլին, նրա կնոջը, Ալենին, սրան, նրան, այն Վահագ Ալեքսանյանին եւ էլի բազմաթիվ, այո, մենք սա պիտի թույլ չտանք, որտեղ 18 թվականից Նիկոլը ատելությունը որպես ամենավաճառվող կոկային բերեց մեր հասարակության մեջ, ժողովրդի մի հատվածին նստեց այդ ատելության վրա։ Ես ուզում եմ տեսնել այդ էյֆորիկ գրառումներ անող մարդկանց դեմքը, եթե վաղը օրինակ Վարդան Ղուկասյանը գնա եւ համագործակցի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, ինչը եկեք չբացառենք, որտեղ նույն Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ եթե որպես վարչապետ գա, ձեռքը կսեղմեմ եւ ըստ էության չէր բացառել, որ աթոռն է հարցը։ Դե հիմա գիտեք, այդ աթոռին նստածա հայրենիքը հանձնածը, այդ աթոռին նստածա Արցախը հանձնածը, հիմա այդ աթոռն էլ է հարգվում։ Գյումրիում միայն Վիլեն Գաբրիելյանը չէր խմած։ Դե գիտեք, իրանք ոչ միայն խմում են, մենք նաև տարբեր օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան ըստ օդում կախված լուրերի, տարբեր, այսպես ասած, դոպինգներ են օգտագործում, բնական է, որ իրանք պիտի լինեն ցայտնոտի մեջ, որովհետև այնտեղ բոլորը չէ որ իդիոտ են եւ տեսնում են այն գեհենական դժոխային ատելությունը։ Տիկին Զորաբյան, բայց եկեք անկեղծ լինենք այդ օրերին, հեղափոխության օրերին։ Դուք իսկապես ակտիվ էիք եւ տեսանյութերը կան Մարիոթի դիմաց, նաեւ Փաշինյանի հետ։ Ինչ որ մեկին թվում է իրանք ինչ որ Ատլանտիդա են հայտնագործել, որ Նաիրա Զոհրաբյանը 18 թվականին եղել է հրապարակում, այո, եղել եմ հրապարակում եւ ի տարբերություն ձեզ ես էշագույն օրակարգ չեմ բերում ով բերեց Նիկոլին, որտեղ բերողներից մեկն էլ ես եմ, այդ այսօր ով բերեց Նիկոլին ասողներն էլ 18 թվականին հրապարակում իմ կողքը կանգնած էին, մի հատ են ինձ բրդում էին, որ հարթակում Նիկոլի մահաբեր շնչին ավելի մոտիկ կանգնեին։ Հիմա մենք շատ ավելի կարևոր օրակարգ ունենք ով եւ ինչպես է հեռացնելու Նիկոլին։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, պետք լինի կրակելու է, պետք լինի արյունաթափելու, պետք լինի քաղաքացիական բախումները հրահրելու իր իշխանությունը պահելու համար, չէ՞ օգոստոսի 2-ը վերջի շանսը ունի ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Այն անընդհատ այդ իրանց լոլոները, բա չի ստացվի, բա կստացվի ու որևէ անգամ ըստ էության փորձ չարվել։ Եթե ընդդիմության համար մեկ վարչապետի թեկնածու գտնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան համակերպվել Հայաստանի պետականության կորստի հետ, ուրեմն բրավո այս ընդդիմությանը,